2026 թվականի փետրվարի 27-ի թիվ 3-րդ հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին։ Եթե օրակարգի հարցերը նաև ժողովուրդ ջան, կարան քվեարկենք։ Օրակարգի բացից է բաղկացած հերթով անդրադառնանք։ Ովքեր են կողմ։ Եմ ձեռնպատ չունեմ, չէ՞։ Պետք չասեմ մյուս հարցերին։ Հարց երկրորդ. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավարի 25 թվականի հաշվետվությունը ներկայացնելու մասին։ Ուրեմն, քանի որ Առաքելյանը հարկերի պատճառով բացարկել այսօր, փորձեմ շատ կարճ ներկայացնեմ կարևոր, այսինքն ինչ եղել է 25 թվականին, ինչ արել եք, դուք բոլորը տեղյակ եք։ Փորձեմ շատ կարճ ներկայացնեմ։ Ենթակառուցվածքներով ասեմ։ Ուրեմն սուբվենցիոն ծրագրերը համայնքում իրականացվել են 16 խոշոր ծրագրեր ուղղված ճանապարհային ցանցի բարելավման, գազաֆիկացման եւ ոռոգման համակարգի կառուցման։ Ճանապարհաշինական ծրագրերը 14 բնակավայրերում։ Հերթով կարդում եմ անունները. Լեռնագո Կարապ Խաչատրյան փողոց, Արևադաշտ Գևորգ 4 փողոց, Վանա Զավեն Սահակյան փողոց, Բաղրամյան Արցախի փողոց, Տալարիկ Միասնիկյան Շահումյան Գորկու Մաշտոցի փողոցներ, Քարակերտ Աբուլյան Նալբանդյան փողոցներ, Շենիկը Երևիչե Չարենցի փողոց, Մուշակերտի 3-րդ փողոցներ, Արգինան Տիգրան Մեծ փողոց, Արտամետ Կարելի Նշտերի փողոց։ Այսի ասֆալտապատման 25 թվականի առած գործերն են։ Ուրեմն ասֆալտապատումը բարելավել է տրանսպորտային հասանելիությունը, նվազել է ավտոմոբիլային վնասները, այսինքն եթե ճանապարհները լավ են, ավտոներն են քիչ վնասվում։ Բարձրացել է համայնքային գույքի արժեքը, գազաֆիկացում։ Գազաֆիկացում 25 թվականին իրականացրել են Բաղրամյան, Երմանդաշատ և Կողբավան բնակավայրերի բարձր ճնշման գազատարը նոր ծրագրեր շուրջ 399, այսինքն ռոհչատկաներ եկելիս տես բանված թող ասֆալտապատման։ Այսի ասեմ էլի կարևոր է։ Ուրեմն ասֆալտապատման ընդհանուր արժեքը 25 թվականի կազմել է 470 միլիոն դրամ, որից Հայաստանի Հանրապետության բյուջեից 191 միլիոն դրամ, մեր համայնքային բյուջեից 270 միլիոն դրամ համաֆինանսավորումը 60-40 հարաբերություն։ Իսկ գազաֆիկացումը 399 միլիոն դրամ է ընդհանուր արժեքը, բայց սրան ես չեմ հավատում, ես թվել եմ Ուրերը Ընդանուրը 400 միլիոն է։ Լավ, վերջում բանկանում կես։ Ուրեմն ոռոգման համակարգը լեռնագող բնակավայրում կառուցվել են սնուցող ոռոգման ջրագիծ ընդհանուր արժեքը 150 միլիոն դրամ համաֆինանսավորման։ Ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի գյուղատնտեսության զարգացման համար և ապահովում է ջրի արդյունավետ բաշխումը։ Ուրեմն լեռնագող համայնքում մինչև ճիշտ է այսօր էլ վրա չի փորձարկվել, սպասում ենք ջուրը գա փորձարկենք, բայց բոլորս լավ գիտենք, որ ոռոգման համակարգ գրեթե չի եղել, եղածն է մաշված, ջուրը չէր հասնում գյուղին, դաշտերի մեջ ջուրը կորում է, շատ քիչ մասն էր հասնում ժողովրդին։ Իսկ հիմա համոզված ենք, որ լեռնագող համայնքը կունենա նորմալ ոռոգման ջրամատակարար։ Հաղթանց գյուղի մեջ նեղակի փողոցներ նորմալ կարգ էին բերել, քանի փողոց եք բանկանեք, ներքին ցանցը այս տարի 470 մետր հենաբան ենք արել, մեր ուժերով վանանենք, սարքենք, տենդերներ գիտեք, խողովակները հակինը անցած տարի տեղադրեցինք, այս տարի մի մասը տեղադրենք, խողովակները կայի գյուղում։ Իսկ որտեղ
Հենց այս խողովակները, որ հիմա տրված են լեռնագոգում, հենց ուտե հաշվի առնված, որտեղ որ չկա անդեք հաշվի։ Սոցիալական ոլորտը 25 թվականի սոցիալական քաղաքականության ոլորտում կատարվել են կառուցողական փոփոխություններ։ Մի բան, ասենք, սոցիալապես անապահով բնակիչները, որ հիմա մենք չենք կարողանում օգնել, այդ ծրագիրը դադարեցրել է կանխիկ է, որ սոցիալական հետազոտում։ Հիմա մենք ոնց որ իրավիճակային սոցիալական աջակցության մեխանիզմը համայնքապետարանը սահմանել է աջակցության գործիքակազմով, բնական աղետների, արտակարգ դեպքերի կամ չնախատեսված ռիսկերի հետևանքով վնասներ կրած ընտանիքների համար։ Մենք անցած տարի կոնկրետ Դալարիկում արել ենք, Ալբինայում արել ենք, Դալարիկում են ամսաֆերման վարվեց, բանը շինանում արել տվել, գայլերը գառների վնասեցին, Քարակերտում է Վարգինայում, որից մենք ոնց որ ոչխար ենք արել տվել, այսինքն կարգի բաներ կարանք անենք, այն կանխ գումարը չկա։ Ուրեմն, արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության բնակչության պաշտպանություն։ Ուրեմն համայնքում իրականացվել են կարգավորիչ միջոցառումներ։ Մշտական այնից գալիս են իրանց մասնագետները մեր հետ, ոնց որ հենադպրոցներում, որտեղ որ արվելա գիտեք։ Աղետների դեպքում օպերատիվ արտակարգման մեխանիզմների մշակում։ Կազմակերպում են, որ ժողովուրդը իրազեկ լինի։ Ժողովրդյան, ես կարդամ սա որը կկարդամ։ Չէ, ոնց որ նայում եմ ստեղից ամենակարևորներն են, այդ պային նայում ասում եմ։ Հա, գյուղատնտեսության բնագավառում։ Գյուղատնտեսական ոլորտը համայնքի տնտեսության հիմնն է 25 թվականին իրականացվել հետևել աշխատանքները։ Գյուղատնտեսական նշանակության հողերի գործառնական նշանակություն փոփոխությունների գործընթացների կազմակերպում։ Էսի գյուղապետարանի հիմնական աշխատանքներից մեկն է, որը որ ֆիզիկական անձի որ ունեն հողեր, շինարարության հետ կապված կարգ են փոխում, տան հիմնումների ժամանակ կամ քանդումների վերջ այս գործն է։ Իրականացվել մտնասպան և պաշտպանից տեղամիջոցների տրամադրում, կառավարությունը տրամադրում մեզ, մենք էլ բնակիչներին։ Էսի կարևոր է կարդամ։ Շատ ջեր հարաբերություն ունենք բոլորի խոշոր հողատերերի։ Մանրների Մանրները Մանր չկա, շատ խոշոր։